Արջան, նայ, դու այսքան արդեն ճանաչում ունես, հետևորդ ունես, դու ինքդ ունես քաղաքական արդեն հավակնություններ ունես, թե չի, ասենք մարդիկ հաճախ հարցնում են, որն է Չախոյանի վերջնական նպատակը, պարզապես բարեփոխել քաղաքը, թե գալ իշխանության։ Պաշտոնի վերաբերյալ աշխատանքի քաղաքապետարանում առաջարկները շատ են եղել, բայց մերժել եմ դրանք, որովհետև իմ սենց ասած հանրային գործունեությունը աթոռակռիվ չի, այսինքն եթե ես ուզենայի պաշտոն ստանայի, աշխատանք ստանայի, հիմա շուտվանից արդեն 2 տարի առաջը ստացած կլինի։ Իմ պայքարը հանրային բարեկեցիկ կյանքը ապահովելն է, որովհետև երբ որ ես սենց խոսում եմ, մարդիկ մի քիչ չեն հավատում, ասում են, ստե միտեղ ուր է ուզում Չախոյանը մեզի գցած լինել, որովհետև մեր իրականության մեջ, ասենց ասած հանրային դաշտում նման նախադեպերը շատ քիչ է, որ կարա ինչ-որ մի մարդ հայտնվի ու պայքար մղի արդարության դեմ, կոռուպցիայի դեմ ու ոչ մի տեղից ինքը ուղղորդված չլինի, ինքը պաշտոնի աշխատանքի կռիվ չտա, ես իմ ինչի կռիվ չտա, այսինքն պահանջներ չունենա ու ինքը ուղղակի հայրենասիրական դրդումներով իր գործունեությունը ծավալի։ Մեր ժողովրդի համար դա անհասկանալի է ու անհավատալի է, որ նման բան կարա լինի։ Ոչ մի կուսակցություն երբևիցե չեմ եղել, ոչ մի կուսակցությունից, ոչ մի ընտրությունների ժամանակ ոչ մի ցուցակում չեմ եղել, այդ թվում այս ընտրություններում էլ չկամ։ Ում ես ձայնը տալու քո։ Սենց ասեմ, ձայնս չեմ տա ԿՊ-ին ու ԿՊ-ի սենց ասած այն կցորդ Արամ Սարգսյան, Մարքսյան են քնթի թայֆեքին են հաստատ ձայն չեմ տա, էլի, որ կան ուղղակի էդի ձայների փոշիացումը, սենց ասած իրանց ընտրելով տարբերություն չկա, մեկը ընտրում ես Նիկոլի, հաստատ իրանց չեմ ընտրի։ Արտուր ջան, այ շինարարական ոլորտում, որին լավ ծանոթ ես, որն է այն ամենատարածված բացը, որով ամեն տարի միլիոններ են դուրս գրվում քաղաքապետարանի բյուջեից։ Եթե այդ հարցը 2 տարի առաջ տար, ես կասեի շին բարեկարգման ոլորտն է։ Բայց երբ որ արդեն 9 տարիների այդ հանրային գործունեության ցենց սկսեցի արդեն փաստաթղթավորված ծավալել, ուսումնասիրել ու արդեն շինարարական ոլորտը այլ տեղափոխվա, հասկացա, որ շին բարեկարգումը ասֆալտը բան, ցենց ասած цветочки։ Խաղուպորը։ Անկեղծ հասկացա, որ կոռուպցիայի, ցենց ասած գլուխը թաղված է շին թույլտվությունների գազկի մեջ, այսինքն հասարակական կարգ, որ մարդկանց գնում են տուգանում են, օրինակ շեղումներ են հայտնաբերում կառուցապատողների կողմից, ավարտական ակտ եւ այլն եւ այլն։ Ամենամեծ կոռուպցիոն կտորները այդտեղ է, հետո գալիս է շին բարեկարգման ոլորտը, այդ ասֆալտ, հետո իրավաբանական վարչությունը։ Իմ կարծիքով միգուցե իրավաբանականը ու շին բարեկարգումը հավասար են, հələ միգուցե ինչ-որ միտեղ է իրավաբանականը ավելի շատ անդայի կոռուպցիան։ Խնդիրը այն է, որ ամենացավալի խնդիրը այն է, որ Արամ Սարգսյանը երկան տարի է քաղաքականության մեջ, 30 տարուց ավել, չէ՞ երևի։ Ու միշտ ակտիվ քաղաքականության մեջ ա եղել Վազգեն Սարգսյան սպառապետի անունը շարքելով, ես Վազգենի աղբերն եմ, ընտրեք ինձ, ես քաղաքական գործիչ եմ, թեպետ ինքը քաղաքական որպես այդպիսի ուղի չունի էլի, որ ասենք ինչ-որ ասենք, այ գիտես, ինքը էս քաղաքական գործիչն է, ով որ այ էսի արեց։ Այ իր շնորհիվ, իր քաղաքական գործունեության մեր երկրում այս է եղել։ Ու նենցը չի ինքը, որ միշտ ընդդիմություն է եղել, ինքը պաշտոնել է եղել։ Ու հիմա քարոզաշավ անում, ուզում է վարչապետ ընտրվի ու խոսում է 30 տարվա թալանի մասին, թե որ ինքը գա իշխանության, թալանը չի լինի եւ այլն։ Այն դեպքում, երբ որ իր թաղապետը Մարատ Սևոյանով նորնոք վարչական շրջանի ղեկավարն է, բազմաթիվ
կոռուպցիաներ կա, ձերբակալությունները տեղի ունենում, այսինքն կաշառք տալու, կաշառք վերցնելու վերաբերալ իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների, իրանք ասֆալտ են անում առանց բիտումի, այ օրինակ փետրվար ամսին տեսանյութ է հրապարակել, թե ոնց են առանց բիտումի ասֆալտ անում, Ավինյանը գործակարգավարակին նիստին արձագանքեց, ասենք ակնհայտ է այդտեղի փաստերը, որ առանց բիտում ասֆալտ է, տեսանյութը կա, բայց Ավինյանը, ասենց ասած, քաղաքական պատասխանատվության է ենթարկում առանց Սևոյան, ու այդ մարդը արդարանում է, կրուտի տանում, արդարացնում է, ասենց չի եղել, այնց է ել է բանեկը, ինգեր դու մասիվի թաղապետ ես, քո խնդիրը համայնքի շահերը պաշտպանելն է, ու որակով, որ մարդիկ գործ անեն, ու գալիս է շինարարի շահերն է պաշտպանում, ով անվորակ գործ արել։ Հիմա այդտեղից հարց է առաջանում, չէ՞, Էդգար ջան, քո հետաքրքրությունը, քո շահը ո՞րն է ինձ երեսը, որ դու անվորակ գործ անող շինարարին պաշտպանում ես։ Իհարկե, սպառնալիքները կան, ամենամեծ հայտնի սպառնալիքը հետի 2023 թվականի ընտրությունների քաղաքապետի 1 օր առաջին վրա կատարված մահափորձներ եղել, դանակով 3 հոգու։ Դու դանակը վերցրեցիր, չէ՞, Հա, ես դեկալեցի, վնասազերծեցի, հանձնեցի ոստիկանությանը, հա, իր անձը հայտնի տառա, որ ինքը նախկինում դատապարտված այլի դանակահարության համար եւ այլն, ու հետո պարզվեց, որ այդ անձը փոխկապակցված է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, այսինքն իրանք ընդհանուր իրանց մեջ փոխկապակցված ծանոթներ կա, այդ մարդը չդատվավ։ Ու մեր տեսանյութները տեսախցիկի տալիս են, դատարանը ճանաչեց, անհայտ ծագում ունեցող տեսանյութ է։ 5 չեն ասում են, չէ, էդի բանը Photoshop է։ Ասեն բոլոր այդ փողոցով բան սա համընկնում է ու մեկ տեսախցիկի ձայնագրություն չի էլի։ Մի քանիսը ոնց երևում է, ոնց անդեղից վազելով գալի, ոնց է ես հետևից գալի։ Անդավեր ճանաչեցին այդ փաստերը, ասացին փաստ չկա, որ ինքը քեզի դանակով խփում էր։ Այսօր անկեղծ ինչ ուզում է լինի, իրանք մեղավոր չեն։ Հեմ, տվյալ դեպքում մարդուն բռնել եմ, դանակը ձեռը, ամեն ինչը ձեռը հանցանքի վրա, չես կարող ապացուցել։ Օրինակ ես վերջերս էլի ին վրա հարձակվել էին, Տիգրան Ավինյանի մտերիմներն էին, եկան հեռախոսս գողացան։ Հիմա տեսանյութը կա, ամեն ինչը կա, ոստիկանություն տվեցի, հենց հաղորդում տալու ժամանակ ոստիկանությունը սվոտկեքը բերեցին, SS մարդներ, ասացի, հա, SS մարդն է, հենա, սաղ տվյալները կա։ Քրական գործը հարուցվավ, բան, տարան անհայտ անց, հասկանում ես, չկա, այդ մարդը, իրանց անձը չեն կարող հայտնաբերեն, բայց մինչև քրական գործ հարուցվել է, քննիչի մոտ հասնել է, սվոտկեքը բերել էին, ասում են չախում են, այս մարդն, ասում եմ, հա, այս մարդն, ասում եմ, հա, բերել է, բայց քրական գործերում արկա չի, հասկանում ես, ու հետո այդ մարդկանց տվյալները ես գտել եմ, ասենց ասած իմ ներքին միջոցներով, հենց էլի նույն տեղից, մարդկանց տվյալները ստացել եմ, ու իրանց ասում եմ, այս մարդն է, էսի գործողը, էլի, ոչինչ չեն ձեռնարկում, այսինքն տեսանյութը կա, սաղ արձանագրված է, դեմքները երևում է, իրանց տվյալներն է տալիս ես, ոչ մի բան։ Եթե հնարավորություն ունենայիր 1 օրով դառնալ Երևանի քաղաքապետ, որն է լինելու առաջին 3 քայլը, որով ցույց կտայի, որ իրական փոփոխությունները հնարավոր են։ Առաջին հերթին Երևանի քաղաքապետարանում պետք է ոչ թե կադրային փոփոխություն, այլ սերնդափոխություն լինի։ Խի եմ տենց ասեմ, որովհետև Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին, որ նայում ես, ընդ այնքան պաշտոնյաներ կա, որ արդեն 70 տարեկան են, իրանք պաղ կյանքը տեղ են աշխատել, այն որ ասում են նախկինների նախկինն են, այն որ մամոնտ են դառել ու այն կարմիր գիծ անցնող կոռուպցիաների են ամենացածր բաների մեջ կա։ Առաջի փոփոխությունը, որ
նոր մարդկանց պետք է թույլ տաս մտնի այդ համակարգ, ըտե երևի մոտավոր 1 տարի, կես տարի ըտե սովորի կոփի, որ պաշտոնների փոփոխություն անի, որտեղ ես նայում եմ պաշտոնյաներին է, ինչը մարդիկ գալիս են մի 70 տարի ըտե աշխատում են, 70 տարեկան են դառնում, մեկը ջոկմես հետևից տղեն գալիս է, կամ իր քրոջ տղեն է գալի, ու էլի նույն բաժնում, նույն պաշտոնում, եթե չէ նույն վարչական շրջանում էմիս բաժնում, այն մեկի բանը կնգա երեխեն է գալի, բան, այսինքն ասած ցեղովի գալի մտնում են այդտե ու ինքը փոխանցում է համակարգային կոռուպցիա, որ ասենք հակակոռուպցիոնը նույնիսկ չի կարա այդ ամեն ինչը գաղտնալ լսի, որտեղ իր այդ ամեն ինչը քննարկումները, սխեմաները գծում են տունը, որտեղ դեպքերը անկեղծ ասած շատ են, որ այդքան մարդկանց պաշտոնյաների իրանց ասած տնեցիկի տվյալները չհայտնեն, բայց ով այդ համակարգին ծանոթ է, գիտի, սաղ ընդ է պատահական մարդ չի կարա անցնի աշխատանքի Երևանի քաղաքապետարանում։ Դա մի բան հաստատ, այսինքն առաջինն է, որ սերնդա փոխություն պետքա լինի, նոր մարդկանց պիտի տեղավորել ընդ աշխատանքի, կադրեր, որ իրանք նոր կադրեր են, մոտ 1 տարի կոփվեն, սովորեն, որ նոր կադր են։ Երկրորդը, այդտեղ արդեն քաղաքապետի տիրույթում չի, բայց քաղաքական կամք պետքա դրսևորի, վերջո համատիրությունների հարցը պետքա կարգավորվի, որտեղ այդ նույն սկզբունքով էլ շեկան աշխատում, այսինքն քանի տարիներ մարդիկ շենքերից փող են բեկալում, ոչ մի ծառայություն չեն մատուցում, ոչ մի բան չեն անում, ու այդ խնդիրները կուտակվում են, ու իրականում այդ ամեն ինչի հետ իրավաբանորեն Երևանի քաղաքապետարանը կապ չունի, այսինքն շենքի տակ եթե նկուղում խողովակ է տրակում կամ շենքի բակում կանալիզացիա է տրակում կեղտաճրերը հելում են, դա Երևանի ասում որ մենք լիֆտերի հետ գործ չունենք, թե ուրիշ բան։ Իրականում հա, ճիշտ է, Երևանի քաղաքապետարանը լիֆտերի հետ գործ չունի, բայց այդ իրանք պետք է անեին, այդ որ փող են հավաքում։ Հա, բայց այդ պարտականությունները Երևանի քաղաքապետարանը ստանձնել է իր վրա ու այդ մասով ես սխալ չեմ համարում։ Բոլոր ծախսերը, որը գեներացում է, գնում է մենակ համատիրության, ասենց ասած, աշխատավարձ, տարածքի վարձ, թուղթ, բան եւ այլն։ Մենակ դրեցի որ թիվներ 2023 թվականի համատիրության A4 թուղթ էին առել, մոտ 300,000 դրամի A4 թուղթ էին առել համատիրությունը։ Այսինքն չկա տես բան։ Այդպես բան չկա։ Այսինքն իրանք դե հասկանալի է, այդտենց հալանում են բյուջեները։ Հա, աննպատակային ծախսում են։ Ու դու չես տենում ինչի վրա է ծախսվում։ Այսինքն այդ համատիրությունների հարցը պետքա լուծվի ու ինչ որ ձևի պետքա միացվի քաղաքապետարանին, որտեղ Երևանի քաղաքապետարան։ Հա, նես չի որ այդտեղ մեծ բյուջե է հավաքվում, բայց ամենայն դեպս որ ավելի պրոդուկտիվ այդ ամեն ինչը կառավարվի, էլի, որտեղ անհնար է։ Երրորդը, օրինակ հանրային գործունեություն ծավալող մարդը ինքը իրան բարդ է կոռուպացնես, այսինքն կաշառես, որ ինքը սուսում։ Էդի ես խի եմ այտենց ասում, որտեղ այդ օրինակի վրա եմ մտածում եմ, ասում եմ, տես այսքան բանը բարձրաձայնում, բայց ոչ ոք ինձ չի կարող, ասենց ասած, պատկուպից անի, որ սուս մնամ։ Այսինքն նման մարդկանցից հանրային դաշտ ելնող տեղեկատվությունը, դա ասենց ասած մեծ նվեր պետք է լինի քաղաքապետի համար, որտեղ դա այն կարծիքն է հանրային խոսքի, որի վրա չեն կարող օրինակ պաշտոնյաները, շինարարները ազդեցություն ունենան։ Մենակ շատ քիչ դեպքերում ես ինչ բացառություններ պետք է լինի, այսինքն այդ sense ասած ինստիտուտին պիտի տեղ տաս, այսինքն հանրային վերահսկողությունը մակարդակը բարձրացնես։ Օրինակ, շին հրապարակում պետքա ինֆորմացիոն վահանակ լինի, որտեղ օրինակ ծածկագրերը լինի այդ մրցույթների, որտեղ կարողանաս օրինակ կամ շտրիխ կոդ լինի, որ հեռախոսը մոտիկացնես,
այդ շինհրապարակի բարեկարգման նախագիծը բերի, նախահաշիվը բերի, շինարարական աշխատանքի սկիզբը եւ ավարտը լինի, որ մարտենա, որ շինարարական աշխատանքներ են անում, թեկուզ ցանկացած բնակիչ գնա հեռախոսով նայի, տենա օրինակ մեր Բաքվում պիտի 10 հատ նստարան լինի, բայց դե 10 հատ նստարան չկա։ Всё, խնդիրը արդեն բարձրաձայնվում է։ Ու այսօրվա քաղաքապետարանի աշխատալը ոճը հետեւյալում է։ Այն ինչ հրապարակում է հանրային դաշտում, ստանում է հանրային հնչեղություն, այդ հարցերին լուծում են տալի, որը չէ, դա այն որ վերջին պլան են թողում։ Իմ կարծիքով ներկա պարագայում քաղաքապետի 3 կետերը, որ էականորեն փոփոխություն որը կմցնե, դրանք են։